Փակ TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն կրկին եթերում է եւ այս անգամ դուք հնարավորություն ունեք դիտելու լինել թե չլինել հեղինակային ծրագրի հերթական թողարկումը։ Իհարկե շատ կարևոր է թե ով է հյուրը, ասեմ, կան հյուրեր, որոնց հետ հեշտ է զրուցել, կան հյուրեր, որոնք կարող են ցանկացած բայ քեզ անակնկալ մատուցել, կան հյուրեր, որոնք եւ ինչպես ասում են միշտ պատրաստ են ցանկացած հարցին պատասխանելու եւ շատ հաճախ անգամ կարող են վիրավորվել։ Բայց ով է մեր այսօրվա հյուրը։ Համառոտ շատ կարճ նրա մասին փոքրիկ տեսանյութ։ Լինել թե չլինել, հերինակային ծրագրի հյուրը հանրաչանաչ քաղաքագետ, բավականին ինքնատիպ քաղաքական հայացքներ ունեցող մի անձնավորություն է, որի հետ ցանկացած հանդիպում լի է նոր բացահայտումներով եւ անակնկալ առաջարկներով։ Ցավոք, նրա անձնական կյանքի մասին շատ քիչ ինֆորմացիա է հրապարակված։ Միայն նշվում է, որ նա ժամանակին եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականը, բայց շատ կարճ ժամանակ անց ինքնակամ հրաժարական է տվել։ Թե ինչու այդ եւ մի շարք հարցերի մասին Հայկև կպատասխանի Համլետ Ղուշչյանի «Լինել թե չլինել» հեղինակային ծրագրում։ Սիրելի բարեկամներ, Հայկ Մարտիրոսյանն է մեր տաղավարում, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեմ, որ համացանցում ձեր մասին շատ քիչ ինֆորմացիա կա, դա միտումնավոր է այդպես արված։ Չէ, ես ինքս որևէ սահմանափակում չեմ արել, իհարկե եթե անունը գրվի, վստահ եմ, որ բազմաթիվ հարցազրույցներ եւ հարցազրույցներ կան, բայց ինֆորմացիա անձնական կյանքից չկա։ Անձնական կյանքից չկա, որովհետեւ ես փակ մարդ եմ անձնական առումով։ Ես չեմ սիրում իմ անձնական կյանքը ցուցադրել։ Սկանդալների մեջ հրապարակային չեմ հայտնվել հիմնականում եւ ուշադրություն չեմ դարձնում այդպիսի բաներին, այսինքն եւ ինքնագովազդով չեմ զբաղվում, ինձ հետաքրքիր չի իմ անձը դնել հրապարակում եւ ինչ որ բաներ կառուցել շուրջը, այնպես որ չկա, ուղղակի որովհետեւ այդ տեղեկություն չկա եւ նաեւ որովհետեւ իմ գիտակից կյանքի մի հսկայական հատված Հայաստանում չեմ ապրել, հետեւաբար կարծում եմ, որ դա նույնպես ինչ որ առումով գործոն է։ Հայկ, մեկ շաբաթ առաջ այս տաղավարում մենք հյուրընկալել էինք Շանթ Հարությունյանին։ Չգիտեմ, դիտել ես լինել թե չլինել հաղորդումը, Շանթը մի քանի անգամ իջեցրեց Հայկ Մարտիրոսյանին, ասելով Հայկը այսպես, Հայկը այնպես։ Դիտել ես։ Դիտել եմ, մի անգամ եմ տեսել, մի հատված եմ տեսել վերջում, ժպիտ է առաջացել մոտս, Շանթը ինքնատիպ կերպար է։ Ես իհարկե այնպես չեմ խոսի իր մասին, ինչպես ինքը խոսեց իմ մասին, թեև ինքը նաև գնահատանքով խոսեց, նաև, բայց սա, այդ հիմնական թեզը, որ Շանթը ասեց, դա միայն ինքը չի, որ ասում է, և այդ թեզին, որպես թեզ կուզենամ անդրադառնալ, դա այն է, որ ես վատատես եմ և ես գտնում եմ, որ ամեն ինչ վերջացած է, հետևաբար ես հանձնված եմ, այդ շակերտների մեջ հանձնված և ես թևաթափ եմ և այսպես և այնպես։ Այդպիսի խոսքերին և հայացքներին ես ուզում եմ փոխադարձ հարց տալ, իսկ որ դուք հանձնված չեք, ինչ եք անում։ Ինչ եք անում։ Եվ ինչ է նշանակում հանձնվել։ Օրինակ, եթե ինձ հարցնեք, ես կարծում եմ, որ բոլորը հանձնված են բացի ինձնից։ Որովհետև բոլորը այս գործընթացի հետ հաշտ են և գնում են առաջ, եթե անձնավորեք, միգուցե Շանթը այդ առումով հաշտ չի, բայց հիմա իր անձի մասին չենք խոսում։ Բայց հետևյալն է իրականությունը։ Կա փաստ, կա իրականություն։ Հայաստանն այլևս որևէ շանս չունի լինելու Հայաստան,
շարունակելու այն ընթացքը, որը եղել է մինչև հիմա։ Ընթացքը շարունակվելու է եւ շարունակվում է միայն մեկ առումով՝ հանձնման եւ ոչնչացման առումով Հայաստանի, որը բազմահազարամյա գործընթաց է, 1500 տարի առնվազն, եւ այդ գործընթացը շարունակվելու է մինչև արդեն վերջին կետ, այդ վերջին կետին ենք հասել հիմա։ Իմ մոտեցումը հետեւյալն է. ես տեսնում եմ ինչ է կատարվում, ես գիտեմ, որ չկա ազգի մեջ պոտենցիալ, չկա ազգի մեջ հնարավորություն, չկա այն միտքը, որը այս ընթացքը կկասեցնի։ Եվ ես ընդունում եմ իրականությունը։ Ես ինքնախապեյությամբ չեմ զբաղվում, որը շատ հատուկ է հենց այս հասարակությանը, հատկապես այս հասարակությանը։ Եվ թող չասեն, թե ուրիշ տեղերում էլ կա, ոչ, այստեղ դա բացառիկ մակարդակի է։ Իրականությունը տոտալ անտեսել, մարդը քաղցկեղով վերջին փուլով պարկած մահամերձ է, ինքը իրեն հույս է տալիս, որ լավ կլինի։ Հարազատները ասում են լավ կլինի, իրենք իրենց են հույս տալիս, որ կարող է բուժվի, հրաշք տեղի ունենա, հրաշք տեղի ունենում 1 միլիարդից մի դեպքում, բայց հազիվ թե այդ մի դեպքը ամեն դեպք լինի։ Եւ ես դա չեմ ընդունում, ես իմ մտածողությամբ չունեմ հայկական մտածողություն։ Եվ այդ առումով անընդունելի եմ հայ հասարակության համար հիմնականում, որովհետև ես տեսնում եմ այն ինչ կա եւ ասում եմ այն ինչ կա, եւ ինձ թույլ եմ տալիս առերեսվել իրականությանը, փոխանակ կեղծ հույսեր տալու եւ ինքս ինձ բարձրացնելու իբրև թե ես պայքարում եմ։ Միգուցե ես եմ իրական պայքարողը, բայց ես չեմ համարում անգամ, որ ես եմ պայքարում, որովհետև պայքար չի կարող լինել միայնակ։ Պայքարը գոնե թիմային երևույթ է։ Թիմ չկա, թիմը դա հասարակությունը պիտի լինի կամ հասարակության որոշակի ծանրակշիռ հատված։ Դժգոհ հատված այո կա, բայց պայքարող հատված հայության մեջ չկա։ Եվ հայ ժողովուրդը չի կարող, չունի կարողությունը, եւ կարողությունը ֆիզիկական կարողության մասին չի։ Չունի ներքին կարողությունը պայքարելու եւ չունի նաեւ ցանկություն պայքարելու, սա ամենակարևորն է։ Հիմա եթե ես արձանագրում եմ այս փաստերը եւ ես ինչ ասել եմ իրականացել է, դուք ինքներդ հետևել եք ընթացքին երկրի եւ նաեւ իմ խոսքերին ծանոթ եք, չկա մի կարևոր կանխատեսում, որ ես արած լինեմ եւ տեղի ունեցած չլինի։ Դա նրանից չի, որ ես վանգան եմ, կամ ես պայծառատես եմ, կամ ես բացառիկ հանճար եմ, չէ, այդպես չի։ Ես ուղղակի տեսնում եմ այն ինչ կա, ունեմ որոշակի մասնագիտական կարողություններ, չեմ խափում ինքս ինձ, աշխատում եմ ին վրա անընդհատ եւ արձանագրում եմ այն ինչ կա, փաստերը։ Եվ որը գրեթե ոչ ոք չի անում։ Ես ամբողջ Հայաստանում ընդամենը 2 հոգի, Հայաստանում չէ, հայության մեջ ընդամենը 2 հոգի գիտեմ, որոնցից մեկը Սփյուռքում, անունները չեմ տա, ովքեր իրականությունը տեսնում են եւ պատկերացնում են։ Եվ մենք երեքս էլ սովետական շրջանի ծնունդ ենք։ Չարիքի կայսրության մեջ ենք ծնվել, բայց միաժամանակ այն վերջին սերունդն ենք, որ այդ կայսրությունը պարտադրում էր որոշակի ստանդարտներ իր ճորտ հասարակություններին։ Հիմա այդ ստանդարտները չկան։ Եվ հայ ժողովուրդը ապրում է իր ուզածով, անում է իր ուզածը, ընտրում է իր նմաններին, գնում է իր երազած ճանապարհով եւ հրաժարվում է մի բանից, որը ինքը մշտապես պատմության մեջ դիտարկել է որպես ավելորդ բեռ, դա սեփական պետություն ունենալն է։ Եվ եթե ես սա արձանագրում եմ եւ ասում եմ, որ չկա փրկություն չկա, ես հանձնված եմ, ճշմարտության մեսենջերին, այսինքն մունետիկին, ճշմարտության քարկոծում եւ սպանում են փոխաբերական առումով։ Որովհետեւ դու ասում ես այն ինչ կա, բայց այս հասարակությունը ոտքից մինչև գլուխ, մինչև եղունգի ծայրը ոտքի խափեությամբ է ապրում։ Ինքն իրեն է խափում, միմյանց են խափում, աշխարհին են խափում։ Բայց այստեղ ամենասարսափելին իրենք իրենց խափելն է։ Գիտես, Հայկ, ես արդեն բավականին ժամանակ է ինչ շփվում եմ քեզ հետ, Փառք Աստծո լավ ճանաչել եմ նաև ծնողների հետ, լուսահոգի հայրը շատ պատկառելի մի ազնվորություն էր, ես նրան ինչ-որ տեղ համարել եմ նաև իմ ուսուցիչներից մեկով ինձ շատ ճիշտ խորհուրդներ է միշտ տվել, եւ զարմանալի չի, որ նա պիտի այսպեսի զավակ ունենար, մարդ, որը շատ ռեալ է, եւ միջազգային հարցերի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ մեր առօրյա դու շատ ռեալ մոտեցում ունես
երբեք չես սիրում ինչ որ բան չափից ավելի ֆետիշացնել կամ հակառակը ինչ որ բան փորձել այսպես փնովել կամ ցեղ շփրտել ինչ որ մեկի։ Բայց զարմանալին գիտես որն է, Շեքսպիրյան հայտնի այդ լինել թե չլինել, այդ հարցադրումը մարդկությունը իր արժեք դրել է դեռ իր ծննդյան առաջին օրվանից։ Եվ փաստորեն ամեն անգամ, երբ առիթ է եղել այդ հարցին պատասխանել, դու ունեցել ես քո կայուն տարբերակը։ Մենք իհարկե մեր ծրագրի վերջում ես կփորձեմ քեզ խնդրել, որ պատասխանես լինել թե չլինել ավանդական հարցադրմանը, բայց հիմա ուզում եմ գալ այն վերջին զարգացումներին, թեպետ դեռ 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, մենք մի տեսանյութ ենք դիտելու։ Միջազգային իրադարձություններին առնչվող տեսանյութերում դու շատ հստակ գնահատականներ ես տվել։ Եվ հիմա տեսանյութը դիտենք, որից հետո ես ուզում եմ տալ իմ հերթական հարցը։ Խնդրեմ։ Այս իրավիճակը բնորոշ չէ միայն Գազայի իրադարձություններին պատմական կոնտեքստում, ինչպես նաև սա բավական հետաքրքիր է զուտ քաղաքական եւ քաղաքագիտական տեսանկյունից, որովհետեւ բավական աննախադեպ երևույթներ են տեղի ունեցել, որոնք այդքան էլ աննախադեպ չեն պատմական առումով, բայց այսօրվա մասշտաբայնությունը նկատի ունենալով, ինչպես նաև երկրների հանգամանքը եւ անսպասելիությունը այնուամենայնիվ կարող են որակվել նաև որպես աննախադեպ։ Առաջինը այս պայմանավորվածության մասին հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելը բավական ժամեր լուռ էր եւ այդ հայտարարությունը հիմնվում էր այն բանի վրա, որ Համասը ըստ էության շատերի համար անսպասելիորեն ընդունել էր նախագահ Թրամփի առաջարկը։ Եվ երկար պատերազմելուց հետո ընդունել նախագահ Թրամփի առաջարկը բավական տարօրինակ կարող է թվալ, նկատի առնելով այն հանգամանքը, որ մշտապես պաղեստինցիները համարել են եւ պնդել են, որ Միացյալ Նահանգները անկողմնակալ չէ այս կոնֆլիկտում իր միջնորդությամբ եւ սատարում է Իսրայելին։ Ակնհայտորեն Միացյալ Նահանգները մշտապես սատարել է եւ սատարում է Իսրայելին։ Բայց այս գործարքը հենց դրանով է եւ այս հայտարարությունը հենց դրանով է շատ հետաքրքիր, որովհետեւ սրան արմատապես դեմ է Իսրայելի պետությունը եւ մասնավորապես Բենյամին Նեթանյահուի խիստ աճ կառավարությունը։ Այս հարցազրույցներից ես վերցված դեռ 1 տարվա վաղեմություններով ես ինչի եմ սա բերել այս հատվածը, որտեղ Պաղեստինի մասին մենք այն պատկերացումը չենք ունեցել։ Փաստորեն մի կտոր հողակտորի համար այդ մարդիկ միջև վերջ իրենց կռիվը տվեցին։ Մի բան, որը չեղավ Ղարաբաղում։ Մենք Արցախը լքեցինք առանց որ բանով ասելով, որ դե ինչ անենք, պիտի կոտորվեինք։ Պայքարը չկար իրականում։ Մարդիկ շատ սուսպուս հանգիստ վեր կացան ու եկան։ Հա, ասում են իրենց հայրենիք, բայց մեր պատմական այդ հայրենիքը, որ նրանք կորցրին, մեզ համար շատ ծանր է։ Ինչու է այդպես, որ տեսեք մի դեպքում մի փոքրիկ ժողովուրդ միջև վերջ կանգնած է միջև այսօր, բայց մենք, որ ասում ենք աշխարհի հնագույններից ենք, այս ենք անում, չգնացինք այն ով որ պայքարենք։ Հիմա ձեզ եւ ինձ կհոշոտեն եւ թող հոշոտեն, խնդրեմ, կարծում եմ դուք էլ դեմ չեք լինի, դրա համար, որ հենց նոր դուք մեղադրեցիք հայերի Արցախյան հատվածին չդիմադրելու դուրս գալու համար, որտեվ իրենք ամեն, ես այդ կեղտոտ ռուսերեն բառն եմ օգտագործում, ամեն ատմասկա ունեն Արցախի լքումը արդարացնելու համար։ Սոված էին, հոգնած էին, քնած չէին, փակ էին եւ այլն եւ այլն։ Արցախի իշխանություններին առաջ։ Չէ, ես մեղադրում եմ նաեւ ժողովրդին, որը ապրում էր այնտեղ, նույն կերպ ինչպես մեղադրում եմ դրա համար երևանցիներին, որոնք ապրում են Երևանում, եւ գյումրեցիներին, որոնք ապրում են Գյումրիում եւ մնացած բոլոր հայերին։ Այդ թվում նաեւ Սփյուռքին։ Բոլորին եմ մեղադրում, բայց այդտեղ մեղադրվողների հերթում առաջինը կանգնած են արցախցիները, իմ կարծիքով, եւ սա նույն մեղադրանքը չի, ինչ հնչեցնում է Փաշինյանական ռեժիմը, սա էլ ուզում եմ ընդգծել։
Նրանց մեղադրանքը լրիվ ուրիշ է, երբ ասում են փախածներ, բան, դա լրիվ այլ թեմա է։ Իմ մեղադրանքը այն է, ինչ դուք ասեցիք։ Եվ փորձեմ հիմա բացել։ Բայց դուք հիմա արծարծեցիք ամենակարևոր առանցքային խնդիրը, որը կանգնած է Հայաստանի եւ հայության բոլոր խնդիրների հիմքում։ Եվ սա այսպես ահռելի ժամանակ է պահանջում վերլուծելու համար, ես կփորձեմ մի քանի րոպեվա մեջ սեղմ տեղավորվել, որովհետև հնարավոր չի երկար։ Առաջին հերթին Գազայի կոնֆլիկտում կա երկու կողմ, բնականաբար, դա Իսրայելը եւ պաղեստինցիներն են։ Ուզում եմ ընդգծել, որ երբ Իսրայելը ստեղծվեց, այսօրվա Իսրայելի պետության մի փոքրիկ մասն էր միայն։ Եվ հայերի մոտ կա, չէ, Արցախը, հայերը այդպես են ասում, սեփականը տալու մասնագետներ են եւ հրաժարվելու սեփական պատմությունից եւ ժառանգությունից, մասնագետներ են շատ-շատերը հայերի մեջ։ Եվ ասում են, Արցախը ճանաչված էր որպես Ադրբեջանի մաս, Արցախը Հայաստանի մաս էր, Արցախը չի եղել եւ ամբողջ ընթացքում այդպես էլ եղել է, որ հայերը չեն ճանաչել Արցախը Հայաստանի մաս։ Մի հատ միացավ, հետո պոկեցին, անկախություն հռչակեցին, հայտարարեցին, չհռչակեցին եւ ասեցին ինքնորոշում։ Ինքնորոշում ինչ է նշանակում, որ դա Ադրբեջանի մաս է, բայց ժողովուրդը պիտի այդ տարածքում ինքնորոշվի։ Սա էր նշանակում եւ այդ առումով Փաշինյանը, երբ այլ նպատակներով ասում է, որ Արցախը միշտ է ճանաչված եղել Ադրբեջանի մաս, հենց դա նկատի ունի եւ ինքը այն եզակի բաներից է, որ ճիշտ է ասում։ Բայց ինքը իհարկե նենգափոխում է եւ այլ մոտեցում ունի այս խնդրին։ Ես մեղադրում եմ, որ Հայաստանի մաս չեն ճանաչել հայերը, որտեվ եթե ինձ հարցնեք, իմ համոզմամբ որպես նաև մասնագիտության պատմաբանի, դա Հայաստանի մաս է։ Հիմա Իսրայելը օրինակ բացարձակապես թքած ունի, ով ինչ է ճանաչում։ Օրինակ ես ուզում եմ ձեր հաղորդման մեջ առաջին անգամ մի բան ասել, որը հայկական տիրույթում ընդհանրապես որևէ մեկը չի լսել եւ չգիտի եւ այլ տիրույթներում էլ նույնպես։ Իսրայելի դրոշին երբ նայում եք, ինչ սիմվոլներ կան այդ դրոշի վրա։ Երկու գույն կա, սպիտակ եւ կապույտ։ Երկու գիծ կա եւ մեջտեղում Մագեն Դավիդն է, այսինքն Դավթի աստղը, որ հնագույն նշան է։ Բայց ինչ են այդ երկու գծերը։ Այդ երկու կապույտ գծերը սպիտակ դրոշի վրա ինչ են։ Դա երկու գետերն են։ Գետից գետ Իսրայելի գաղափարն է, որը ներառում է իր մեջ անգամ այսօրվա Իսրայելից շուրջ 4-5 անգամ մեծ տարածք, որին Իսրայելը հավակնում է։ Եվ լինելով շատ փոքրիկ պետություն 48 թվականին ստեղծման պահին, լինելով էգզիստենցիալ վտանգի մեջ, ընդունել են այդ դրոշը, որ դա է իրենց երազանքը։ Եվ քայլ առ քայլ գնում են այդ երազանքի իրականացմանը։ Քայլ առ քայլ։ Եվ թքած ունեն ով ինչ է համարում։ Միջազգային հանրությունը ինչ է համարում։ Միջազգային հանրությունը մինչև նախագահ Տրամփի նախագահ դառնալը Գոլանի բարձունքները համարում էր Սիրիայի մաս, եւ դա Սիրիայի սուվերեն տարածք էր։ Իսրայելը գրավեց Գոլանի բարձունքները, հետո հայտարարեց, որ ինքը բնակեցնում է դա որպես Իսրայելի մաս, դա Իսրայելի մաս է եւ այլևս երբեք հետ չի վերադարձնելու։ Ոչ բանակցեց Ասադների ընտանիքի հետ։ Ոչինչ չարեց։ Ուղղակի ռազմականացրեց եւ հայտարարեց Իսրայելի մաս։ Եկավ պատմական պահը, անցան տասնամյակներ 60-ականներից հետո, շուրջ 50-60 տարի, եւ հայտնվեց Ամերիկայում մի նախագահ, որը Գոլանը ճանաչեց Իսրայելի մաս, անբաժանելի մաս։ Եվ վերջ աշխարհը ճանաչեց արդեն Գոլանը որպես Իսրայելի մաս։ Նույնը Երուսաղեմը, որ ուներ վիճելի կարգավիճակ, պաղեստինցիները, որովհետեւ պայքարում են Երուսաղեմի կարգավիճակի կարգավիճակի համար, Միացյալ Նահանգները եւ աշխարհի շատ պետություններ անմիջապես այս վերջին 10 տարվա ընթացքում ճանաչեցին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։ Հասկանում եք։ Խնդիրը նրանում է, թե դու ինչ ես ուզում եւ ինչ ես ձգտում։ Եվ եթե դու կամք ունես, ոչ թե հիմար դուրս ես տալիս, թե մենք ուժեղանանք հետո անենք, ուժեղանալու համար պետք է կամք ունենաս, խոսքով չեն ուժեղանում։ Խոսքով մինչև հիմա ուժեղացել, հզորացել աշխարհը գրավել են միայն հայերը։ Եթե դու ունես, դու հասնում ես դրան։ Հիմա Պաղեստին կոչված տարածքը պայմանականորեն կամ Պաղեստինը մի տարածք չի։ Դա արևմտյան ափն է եւ Գազան է, պայմանական անուն է։ Պաղեստինն էլ կեղծ անուն է, դա հռոմեացիների դրած անունն է։ Իրականում պաղեստինցիներին չի պատկանում։ Պատմականորեն դա հրեական հող է։ Հրեական տարածքներ են։ Եվ հրեաները համարում են, որ իրենք նվաճողներից շուրջ 2000 տարի հետո կամ 1500 տարի հետո
ազատագրում են իրենց հայրենիքը։ Մյուս կողմում այդ նվաճողները, որոնք երկար դարեր ապրում են այդտեղ, նրանց սերունդները, այսպես կոչված պաղեստինցիները, պայքարում են մինչև վերջին խազը։ Եվ Իսրայելը ուզում է ազատվել այդ մարդկանցից, որպեսզի այդ տարածքը ազատվի, եւ չի կարողանում, որովհետեւ կա ահռելի դիմադրություն, սոված, չքնած, անտուն, իրենց քաղաքները 95%-ով ավերված, սարսափելի աղքատության մեջ, առանց առողջապահության համակարգի, զրոյական ոչինչ չունեցող, զենք, տանկեր, հրետանի, օդանավեր չունեցող ժողովրդի կողմից ահռելի դիմադրության է հանդիպում։ Աշխարհի երկրորդ փաստացի հզորագույն բանակը, դա իսրայելական բանակն է։ Այո, Չինաստանի բանակը ավելի հզոր է, ավելի ծավալուն է եւ այլն, Թուրքիային էլ։ Բայց կարողությունների առումով իսրայելական բանակը Միացյալ Նահանգների բանակից հետո երկրորդ ամենաէֆեկտիվ բանակն է։ Եվ այդ բանակը չի կարողանում այդ ինչի, որովհետեւ կամք ունեն։ Եվ մի խոսք կա, որ հայրս ասում էր եւ Կոնֆուցիոսին է պատկանում, չինացի խոշոր փիլիսոփա եւ չինական ամբողջ գաղափարախոսության հիմնադրի, ասում է ինչ է պետք թշնամուն դիմադրելու եւ հաղթելու համար։ Կոնֆուցիոսը պատասխանում է հաց, զենք եւ ոգի։ Ասում է իսկ եթե երկու բան, ասում է զենք եւ ոգի։ Ասում է իսկ եթե մի բան ոգի։ Այսինքն առանց զենք, առանց հաց, միայն ոգով կարելի է դիմադրել եւ հաղթել։ Մի բան, որը չկա այստեղ։ Հիմա բացատրեմ Արցախի պահը ինչ տեղի ունեցավ եւ ինչի ենք մենք այդ Ժակյուզը, այսինքն ես մեղադրում եմ անում։ Ժակյուզ ֆրանսերեն արտահայտություն է հայտնի, հիմա չխորանանք դրա մեջ։ Այսպիսի դեպքերում է օգտագործվում։ Որովհետեւ կար զենք, կար հնարավորություն պահելու Արցախը, բայց ընդամենը 9 ամիս լինելով շրջափակման մեջ, ընդ որում 20 թվականի պատերազմից հետո որևէ հարց բարձրացրած չլինելով, քաղաքական, հրապարակային, խաղաղ, արցախցիները որևէ հարց չբարձրացրեցին Երևանի իշխանությունների առջև, որևէ հարց լինելով առաջնային տուժողները պատերազմի, որևէ հարց չբարձրացրեցին, Արայիկին թողեցին նախագահ, այսպես կոչված նախագահ, իրենց ղեկավարությանը պահեցին, ոչինչ չարեցին, Արայիկին տեղում պատասխանատվության չկանչեցին իրավական։ Եվ տներ էին սարքում, հարսանիք էին անում, գլուխ էին գովում, քեֆեր էին անում, անգամ այդ 9 ամիսների ընթացքում, երբ շրջափակման մեջ էին եւ քաղցեր սկսվում, սովեր սկսվում, տորթեր էին եփում, ցույց էին տալիս։ Ռուսներին էին, գիտեք ինչ անում, ռուսական զորքերին։ Եվ երբ Երևանը նրանց դավաճանեց, թողեց մենակ հայերի եւ Հայաստանի Արցախյան հատվածին։ Արցախցիները բացարձակ չդիմադրեցին, եւ սա փաստ է։ Սոված լինելը արդարացում չի։ Լենինգրադի շրջափակման ժամանակ մարդիկ տասնապատիկ անգամ ավելի սոված էին, բայց չհանձնվեցին։ Պայքարեցին, կռվեցին, ընդ որում դա ռազմական ակտիվ շրջափակում էր, ռմբակոծություններով, հրետանակոծություններով, մարտերով, եւ սոված մարդիկ, որոնք Լենինգրադի բոլոր կատուներին եւ շներին կերային, ծառի կեղևներ էին ուտում, կոշիկ էին եփում ուտում որպես կաշի, որը հնարավոր էր մարսել ստամոքսում, այդ մարդիկ չհանձնվեցին եւ նացիստները պարտվեցին Լենինգրադում։ Այդ արդարացումները, այս ազգը ունի ամեն ինչի արդարացում իրարած ամեն ինչի համար։ Հարցը նրանում է, թե ով է գնում այդ արդարացումները։ Ինքը վաճառում է ինքն իրեն, ինքը գնում է։ Այո, արցախցիներին Երևանը դավաճանեց։ Ոչ միայն արցախցիներին դավաճանեց, Երևանը դավաճանեց Հայաստանի մաս Արցախին։ Սա փաստ է։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ իրենք չունեին զենք եւ չէին կարող դիմադրել։ Իրենք կարող էին դիմադրել։ Իրենք կարող էին դիմադրել ինքնուրույն։ Իրենք կարող էին ամբողջ Հայաստանի ճակատագիրը որոշել դրանով։ Եվ հավատացնում եմ ձեզ, այսպիսի կապիտուլյացիա ոչ մի պատերազմում վերջին 45 թվականից հետո որևէ տեղ չի եղել։ Սա անվերապահ կապիտուլյացիա է, ընդ որում առանց կռվի։ Երբ ասում ենք 44 օր, ես մի անգամ ձեր տաղավարում եմ ասել։ Դա մի ամբողջ 44 օր չէր, դա ընդամենը 44 օր էր։ Ընդամենը, որից հետո կամավոր եւ ինքնական փլուզվեց հայկական ամեն ինչը, ներառյալ պետությունը։
Հիմա սա իրականություն է, դուր չի գալիս սա հայերին։ Ինձ չեն սիրում դրա համար, որ ես ասում եմ, չեն ուզում, որովհետև յուրաքանչյուրը գիտի, որ ինքը մեղավոր է դրանում։ Չեն ուզում ընդունել, չեն ուզում իմանալ իրենք ով են, իրենք ինչ են արել։ Իրենք ուզում են իրենց լավ զգալ, որ իրենք բարձր են, իրենք լավն են, միգուցե բարձր են, միգուցե լավն են, բայց այս ամեն ինչը իրենք արել են։ Եվ ավարտեմ հիմա, այս համատեքստում այսպիսի չդիմադրել, սա առաջին դեպքը չի, պարոն Հուշյան։ Անին է նվիրաբերվել, Կարսն է նվիրաբերվել սկուտեղի վրա, նվիրաբերվել է նաև Նախիջևանը, նվիրաբերվել է նաև Արցախը մինչև այս նվիրաբերումը, եւս մեկ կամ երկու անգամ, նայած ինչպես նայենք, նվիրաբերվել է Բաքուն, որի մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ արդեն հետում եւ ձեր տաղավարից, նույն գեներալ Դանստերվիլի պատմությունը, որ ես ամեն տեղ նստում պատմում եմ եթերներում։ Երբ հայերը չուզեցան Բաքուն պահել հայկական եւ հարձակվեցին գեներալ Դանստերվիլի վրա, պահանջելով, որ բրիտանական զորքերը գան Բաքուն պահեն իրենց համար, եւ իրենք չուզեցան կազմակերպվել եւ ուժ դառնալ։ Չկա ցանկություն, բեռ է, պրոբլեմ է պետություն պահելը մենթալիտետի մեջ։ Եվ սա է պատճառը, որ կարող է Գազայում նվաճողների սերունդները սոված, սովահար, անզեն, չգիտեմ, բոբիկ, տկլոր, պայքարեն, ահռելի, հզոր կամային պետության դեմ եւ կարողանան պահել, ես իրենց կողմից չեմ, պաղեստինցիների կողմից չեմ, հստակ ասեմ, բայց փաստն եմ արձանագրում։ Իսկ հայերը լինելով բնիկներ, հանձնեն իրենցը եւ քանի որ չկա այս վերլուծությունը, ես դիտվում եմ որպես արմատական, ես դիտվում եմ որպես աննորմալ, որպես վատ բաներ խոսող, որպես չարագուշակ բաներ ասող։ Կներեք, բայց ես ճիշտն եմ ասում։ Այո, ավելին ասեմ ձեզ, փաստորեն արցախցիների այդ հանձնումը, երբ որ դրվեց Արցախում արցախցիների լինել թե չլինելու հարցը, նրանք կտրեցին չլինելը։ Այո։ Այո, որովհետև ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում մի շաբաթում 150,000 հոգի Չակերտների մեջ ստերիլիզացնի իր 3000-ամյա բնակության տարածքը, իր հայրենիքը, ծնողների գերեզմանները, ահռելի մշակութային շերտը։ Սա մարդկության պատմության մեջ նախադեպ չունի։ Ինքնակամ առանց պատերազմի, առանց դիմադրության։ Ես կոչ չեմ անում, որ դիմադրեն, որտեվ ես հիմար կոչեր չեմ անում։ Անիմաստ կոչ չեմ, ես փաստ եմ արձանագրում։ Կապեցին բողջաները մեքենաների գլխին, հիմա որ ասում ես հարձակվում են վրա եւ քեզ շփոթում են ԿՊ-ականների հետ։ Որ աբսուրդ է, որտեվ իսկ ԿՊ-ականները գիտեն, որ կետին խփեն, իրենք գիտեն, որ այդպես է եղել եւ իրենք օգտագործում են այդ հանգամանքը աչքները մտցնելով, բայց իրենց օրակարգով, որը շատ տարբեր է իմաստով։ Իրենց տարբերակով։ Տեսա Հայկ, մենք շիշատակեցինք Իսրայելը։ Վերջերս Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ինչը այնքան էլ միանշանակ չընդունվեց Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս մասին ինչ կա։ Ոչ միայն իշխանությունների, այլև ժողովրդի։ Պարզ է, որ իշխանությունների կողմից չպետք է միանշանակ ընդունվեր։ Ես ձեզ ասեմ, ես իշխանություններին չեմ քննադատում այլևս։ Ինչ քննադատեմ։ Ես գիտեմ այս իշխանությունները ինչ իշխանություններ են եւ ինչ են անում։ Ինձ իրենք ընդհանրապես հետաքրքիրել չեն։ Եթե նկատել եք, ես անգամ իշխանության ղեկավարին չեմ այլևս քննադատ, որտեղ անիմաստ եմ համարում։ Մենք գիտենք այդ մարդը ինչ քաղաքականություն ունի։ Ընդհակառակը ես սկսել եմ այդ մարդուն ավելի հարգել, որտեղ այդ մարդը կամայնորեն իր գիծը տանում է առաջ եւ ստանում է ժողովրդի աջակցությունը։ Այո, եւ ժողովուրդ։ Հա, եւ այդ մարդը պարզվեց, եւ այս մասին եթե թույլ կտակ ասեմ մի փոքր շեղվելով կվերադառնամ Իսրայելի թեմային։ Հիշում եք Քոչյանը երբ ասեց ով է այն տղամարդը, ուզենալով ասել, որ ինքն է այս երկրում միակ տղամարդը։ Պարզվեց գերադրական աստիճանով հայության մեջ ոչ միայն այս երկրում կա միայն մի տղամարդ եւ դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ես ասում եմ առանց կատակի եւ առանց հեգնանքի։ Այդ մարդը պիտի տղամարդ լինես այդքան, որ մի ամբողջ ազգի ճակատագիր մի մատի շարժումով որոշես, ինչ ուզենաս հասնես դրան, ոչնչից չվախենաս եւ մի հատ էլ այդ ազգը քեզ սատարի։ Դուք այս իրավիճակի ֆանտաստիկան պատկերացրեք հələ։ Դրա համար ես անձին իրեն ընդհանրապես այլևս չեմ էլ անդրադառնում։ Ես ինչ ասեմ ձեզ, իրականում ես այդ մարդուն սկսել եմ հարգել։ Հասկանում եք։ Հիմա եւ այս խոսքերը իմ բան են անելու, նենգափոխելու են բան եւ այլն եւ այլն։ Լավ, վերադառնանք ցեղասպանության պահին։
Իշխանությունը բնականաբար չէր ընդունելու դա, որովհետև իշխանությունը թուրքական գծի մեջ է։ Իշխանությունը թուրքական օրակարգ է իրականում, իսկ Թուրքիան Իսրայելի հակառակորդն է։ Այսօր համար առաջին, Իրանից ավելի, որովհետև Իրանից ավելի վտանգավոր է Իսրայելի համար։ Բայց որ ժողովուրդն է դժգոհ դրանից, դա զարմանալի չի, բայց դա սարսափելի է։ Ինձ համար զարմանալի, որովհետև դա լրիվ տեղավորվում է հայկական, քաղաքական մտածողության եւ խոհապիլիսոփայության շրջանակների մեջ։ Լիովին ինչ որ լավ է հայկական շահերին, հայ ժողովուրդը դա պիտի բնորոշի որպես վատ հայկական շահերի համար։ Պարտադիր պայման է դա։ Ես տասնյակ անգամներ ասել եմ, ձեր եթերից էլ ասեմ, չկա հայ ժողովուրդը երբևէ բաց չի թողնում որևէ շանս, իրեն տրված բոլոր շանսերը բաց թողնելու։ Եվ սա այդ հերթական բանն է։ Մունատ են գալիս, դուք տեսաք են Մորուքով նախին երիտասարդին, որ ռոք է նվագում, որի խմբի անունն է System of a Down։ Սերժ Թանգյանին։ Այո, որի սուրճի անունը Կավատ է։ Կավատ սուրճի տիրոջ ելույթը տեսաք ինչպես էր նա հայհոյում Իսրայելին եւ ասում FU, այսինքն քո, այսինչ այնինչ հայհոյում էր, ինչի ես ճանաչել քո սեփական շահերից ելնելով, երբ որ պետք էր մեզ դու չէիր ճանաչում։ Սա միայն այս ազգի մեջ կարող ես այսպիսի մոտեցում տեսնել։ Եվ Սերժ Թանկյանը հայի շատ հետաքրքիր եւ ոչ յուրօրինակ տեսակ է։ Յուրօրինակ չի ինքը միակը չի։ Հիմա միայն հայը կարող էր այդպիսի բան անել։ Մնացած բոլոր ազգերը կասեին վայ ինչ լավ է, որ իրենք չէին ճանաչում առաջ իրենց շահերից ելնելով։ Հիմա ճանաչեցին։ Ինչ լավ է, որ այդ պահը եկավ։ Չէ, կանգնում հայհոյում են, որտեվ կա էլի աննորմալ ակնկալիք աստվածային արդարության հոգուտ իրենց բոլորի դեմ, ընդ որում զուգահեռաբար նրան, որ իրենք այդ արդարությունը իրենց հանդեպ չեն անում։ Հայերը ուրիշներից պահանջում են այն իրենց համար, ինչը իրենց համար չեն անում, ինչին իրենք դեմ են։ Իրենք ուզում են Թուրքիայի վասալ դառնա Հայաստանը եւ դարձել է, եւ դրան չեն խոչընդոտում եւ քվեարկում են դրա օգտին, բառացիորեն քվեատուփերի մոտ, բայց միաժամանակ հայհոյում են նրան, ով իրենց օգտին Թուրքիայի դեմ քայլ է անում։ Հիմա Իսրայելը դա արեց սեփական շահերից ելնելով։ Շատ լավ արեց։ Նախկինում չէր ճանաչում, շատ լավ էր անում։ Իր շահը այդպես էր ենթադրում։ Դուք ձեր շահերով առաջնորդվեիք։ Այս հակաիսրայելականությունը Հայաստանը դագաղի մեջ դիակ է։ Բայց այդ դագաղի բոլոր մեխերը չի, որ խփված են դեռ։ Սա ամենամեծ մեխն է հակաիսրայելականությունը եւ հակահրեականությունը, հակասեմիտիզմը Հայաստանում, որը սկսել է ծաղկել ավելի քան առաջ, ցավալիորեն։ Իսրայելը Հայաստանին անելու է այն, ինչ որ Թանկյանն էր ասում Իսրայելին։ Բացառված չի, որ Թանկյանին էլ լավ չվերաբերվեն։ Բարձր։ Այդ խոսքերի համար։ Ինչի, որովհետեւ դու չես կարող քո բնական դաշնակցին, իսկ Իսրայելը Հայաստանի բնական դաշնակիցն է, ինչքան էլ որ հայերը թուրքական եւ ռուսական ռոպագանդայով Իսրայելին համարեն իրենց բոլոր դժբախտությունների մեղավորը։ Դու չես կարող քո բնական դաշնակցին, որ աշխարհի հզորագույն պետություններից է եւ տարածաշրջանում ամենախոշոր պոտենցիալ ունեցող ամենահզոր տերությունը, փոքրիկ պետություն, բայց տերություն է, դարձնել քեզ ճշնամի եւ հաղթել այդտեղ։ Քո բնական դաշնակցին հետ մղել նրան եւ նետել նրան քեզ կլանել ցանկացողի գիրք, Ադրբեջանի գիրք, իսկ Ադրբեջանը շատ խելացի է։ Ադրբեջանը լինելով մամեդական երկիր, լինելով Թուրքիայի մերձավորագույն դաշնակիցը, լինելով երկրորդ թուրքական պետությունը, մերձավորագույն դաշնակից է դարձրել ինքն իրեն Իսրայելին, ինքն է առաջարկել այդ դաշնակցությունը Իսրայելին եւ ամեն ինչ արել է Իսրայելի համար, եւ Իսրայելը ճիշտ է արել, որ Ադրբեջանի հետ դաշնակցել է։ Եվ Իսրայելը ինչ էլ անի այս տարածաշրջանում ճիշտ է անելու։ Դա լինելու է հայերի ընտրությունը եւ Իսրայելի արձագանքը հայերի ընտրությանը։ Կընտրեին հայերը լինել Իսրայելի դաշնակից, որ շատ կուզենար Իսրայելը, որովհետեւ աշխարհագրորեն եւ կարեւորությամբ փոքրիկ աղքատ Հայաստանը եւ մշակութային առումով շատ ավելի ձեռնտու է Իսրայելին որպես դաշնակից, քան Ադրբեջանը։ Բայց չէ, հայերը ընտրել են ինքնաոչնչացման ամենաէֆեկտիվ ճանապարհը եւ ամենահաստ մեխը լինելու է Իսրայելի հակազդեցությունը Հայաստանին, եւ դրա համար հայերը ոչ ոքի չպետք է մեղադրեն բացի իրենցից։ Հայկ, դու ընդհանրապես միշտ առանձնանում ես քո այնպիսի արտահայտություններով, մտքի այսպեսի փայլատակումներով, որ շատերը դա
չեն կարողանում հասկանալ։ Բայց ես ուզում եմ հիմա մենք մի հատված էլ քո մոտ 8 ամիս առաջ մեզ հյուրընկալված երբ մտքերից լսենք եւ շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։ Այս մարդիկ հստակ ծրագիր ունեն եւ հստակ պատկերացում ունեն իրենք ինչ են ուզում, իրենք պետական մտածողներ են։ Նույնը Թուրքիայում, հատկապես Թուրքիայում։ Եվ այս փոքրիկ սեպը Հայաստանը, որը անպաշտպան է, ինքն իր կամքով է անպաշտպան, որը հանձնված է։ Եթե կանգնած է իրենց դիմաց, եթե դու ունես գիշատիչներ եւ դու ունես խելոք կանգնած ինչ որ մեկը իրենց առջև։ Այդ գիշատիչները, որ քաղցած են եւ իրենց երազանքն է այդ խելոք մեկին ուտելը, չեն ուտելու, ինչ են անելու, սպասելու են, թե նստելու են հետը ոսպ ուտեն, չէ։ Հիմա այս իրավիճակում, երբ որ մենք գնացքը չենք կանգնեցնում եւ մենք ունենք երկու շատ արմատական կարդինալ խնդիր։ Մենք չունենք միայն մեկ խնդիր, ինչպես հակամարտող կողմերից թեկուզ աշխարհում տարբեր հակամարտող կողմերից թույլ կողմն ունի, դա հակառակորդի դեմ պայքարելն է։ Մենք այդ խնդիրը չունենք միայն։ Դա մեր երկրորդ խնդիրն է, որտեղ առաջի խնդիրը ներքին աղետաբերությունը կասեցնելն է, ներքին ռեժիմի դեմ պայքարելն է, ներքին խնդիրները հաղթահարելն է, ներքին հոգեբանությունը հաղթահարելն է։ Սրանից հետո նոր հնարավոր կլինի անցնել երկրորդ փուլին, այսինքն այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, եթե ես ասում եմ ես ունեմ 100% վստահություն եւ ինձ մեղադրում են, ասում են վատատեսություն է բանում, եղբայր ես իրատեսություն եմ ասում, ես կեղծ հույսեր չեմ վաճառում, իրականությունը պիտի մարդն իմանա, ինչքան էլ որ դա վատը լինի եւ տհաճ լինի, եւ եթե պիտի իրականության արդյունքում հուսահատվի, ջանդամ հուսահատվի, թող հուսահատվի, բայց դի իրականությունը ճշմարտությունը պիտի իմանա, մինչդեռ բոլորին բոլորը խաբում են։ Եվ այդ խաբեությամբ գնացքը գնում է առաջ շատ ավելի հանգիստ եւ առանց կանգնելու։ Շարունակում ենք ծրագիրը, Հայկ Մարտիրոսյանն է, Փակ TV-ի լինել թե չլինել հեղինակային ծրագրի տաղավարում։ Հայկ, ամիսներ առաջ երբ դու մեր հարևան տաղավարում այս մտքերը արտահայտեցին, շատերը նորից անգամ մեզ մեղադրեցին, ինչու եք բերում Հայկ Մարտիրոսյանին տաղավար, նա այսպես ոչ լավատեսական։ Դե իրենց մտավոր թմրանյութը չեմ տալիս էլ, իրենց հաճելի բանը, որ իրենք իրենց խափեն նստեն։ Ավելի լավ է ասում եմ ինքնախաբեությամբ զբաղվենք, հաստեր ռեալ ճշմարտություն լսենք, սա արդեն պարադոքս է։ Պաթոլոգիա ես կասեի։ Այո, պաթոլոգիա ճիշտ եք։ Ամեն անգամ երբ բարիդ է լինում այդ ռեալ ճշմարտության մասին խոսելու չես դժվարանում։ Նայեք, իրականում շատ լավ հարցեր եք տալիս։ Իրականում հեշտ չի։ Ոչ ոք չի ուզում բոլորի կողմից բոլոր ասելով պայմանական, որովհետև շատ-շատերը կան, որ համակրում են ինձ եւ ես դա տեսնում եմ եւ դա աճում է ժամանակի հետ, բայց հեշտ չի շատերի կողմից այդ նեգատիվ բանի մեջ լինելը, երբ որ դու զգում ես նեգատիվ վերաբերմունք քո հանդեպ։ Բայց մյուս կողմից ես երկու բան ունեմ, որը ինձ փրկում է այդ առումով։ Փրկել մի քիչ բարձրագոչ է, բայց բարձրախոս է հնչում, բայց այդպես է։ Առաջինը ես թքած ունեմ։ Ով ինչ է մտածում իմ մասին։ Ինձ այնքան չի հետաքրքրում, չեք պատկերացնի։ Ես այդ առումով շատ անկախ մարդ եմ։ Ես կախված չեմ ուրիշների կարծիքից, եւ սա ձև չեմ թափում։ Այն ինֆլուենսերներ կան, որ ասում են դու պիտի սիրես քեզ, բան ինչ որ հիմար բաներ են դուրս տալիս, չէ, այդպես չի։ Ու պիտի քեզ սիրես, բայց դա այդ թեման չի, որ դու ուշադրություն չդարձնես ուրիշներին, չէ։ Ես իրոք ինձ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը։ Լավ կարծիքը շատ լավ է։ Վատ կարծիքը, եթե ես ինքնակենադատություն ունեմ շատ ուժեղ։ Եթե ես գտնում եմ, որ դրա մեջ ճշմարտության հատիկ կա կամ ճշմարիտ է, ես դաս եմ խաղում, ընդունում եմ։ Բայց այս հասարակության մեջ շատ քիչ մարդ կա, որ կարող է ինձ քննադատել։ Կրկին, ոչ թե որտեվ ես հանճար եմ կամ լավագույնն եմ, այլ որտեվ այստեղ պիտի նայենք, թե հասարակության որակը ինչպիսին է եւ դու ինչպիսին ես։ Ես գիտեմ, որ ես իմ հասարակությունից իմն էլ չեմ համարում։ Ես գիտեմ, որ ես այս հասարակությունից տարբեր եմ։ Անչափ մեծամիտ է հնչում, բայց կներեք այդպես է, ես դա գիտեմ, որտեվ ես ին վրա աշխատում եմ, հասարակությունն իր վրա աշխատում է, որ հետ գնա։ Ես աշխատում եմ, որ առաջ գնամ։ Տարբերություն կա։ Ես սա փաստ է։ Եվ մենակ ես չեմ այդպես։ Ես էլի մարդիկ գիտեմ մի քանի հոգի, որոնք առաջ են գնում եւ նայում են եւ ասում են, «Էս ինչ հասարակություն է»։ Սա մեկ, որ ինձ հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է իմ գաղափարակիցների վերաբերմունքը իմ հանդեպ։ Այդ դա իմ համար կարեւոր է։ Ոչ թե նրա համար, որ ես ինձ շրջապատում եմ լավ
ասողներով, լավ մտքերով, ինձ ոչ հոգով էլ չեմ շրջապատում։ Ես շատ քիչ մարդկանց հետ եմ շփվում, եւ դա իմ ընտրությունն է։ Բայց ես այդ մարդկանց հարգում եմ։ Մարդիկ, որոնք կիսում են իմ գաղափարները, իմ հետ նույն գծի վրա են եւ այլն, թեկուզ տարբեր վայրեր։ Ես այդ մարդկանց հարգում եմ եւ այդ մարդկանց կարծիքը, վերաբերմունքը իմ համար կարեւոր է։ Բայց մեկ-մեկ տեսնում եմ, որ այդ մարդիկ էլ մեկ էլ վեր են կենում, ինչ որ մի հատ բան են ասում, հայհոյում են, չգիտեմ, ինչ որ միտեղ դուրը չի եկել։ Այնպես որ ես գիտեմ, որ adekvatության խնդիր կա այստեղ եւ ես պիտի հաշվի առնեմ դա։ Հետեւաբար բանի տեղ չեմ դնում։ Երկրորդ հանգամանքը նա է, որ իրականում ես գտնում եմ, որ ես անում եմ մի բան, որը ոչ ոք չի անում։ Եվ իմ առաքելությունը միգուցե դա է, ոչ թե պայքարել, բան, չէ, ես միգուցե սա պայքար է, միգուցե ես այդ առումով բնորոշում չեմ տա, բայց ես չեմ էլ համարում պայքար։ Ես գտնում որ պայքար չկա, եւ ես միայնակ Դոն Կիխոտ լինել չեմ կարող։ Տեգը հանեմ, ընկնեմ ջրաղացների վրա եւ միայնակ կռվեմ ջրաղացների դեմ, որովհետեւ ես այստեղ միայնակ դու Դոն Կիխոտ ես լինելու։ Իսկ Դոն Կիխոտը ամենաիմաստուն, ամենախելացի մեկը չէր։ Թեև ինքը կարծում էր, թե ինքը պայքարիստ է։ Թող Սանչո Պանսաները մտածեն, որ իրենք պայքարում են։ Կամ Դոն Կիխոտից ավելի հիմար Դոն Կիխոտները։ Պայքար չկա, պայքարող չկա, պայքարող ուժ չկա։ Ես ինչ եմ անում։ Ես արձանագրում եմ իրականությունը։ Ինչի եմ ես դա անում։ Էլի շատ པարզ պատճառով եւ շատ բարդ պատճառով, որովհետեւ ես գտնում եմ, որ ես պատմաբան եմ եւ պատմաբանի որդի եմ, եւ խոշոր պատմաբանի որդի եմ։ Ինձ համար կարեւոր է, ես գիտեմ պատմության արժեքը։ Կարևոր է, որպեսզի պատմության մեջ վերջապես լինի մի ճշմարիտ խոսք, որտեղ մանավանդ այս ինֆորմացիոն եւ խոսքի ահռելի աննախադեպ պատմության մեջ ծավալների մեջ։ Եթե դու չունես ճշմարիտ խոսք, 100 տարի հետո եթե մի ինդոնեզացի կամ իտալացի պատմաբան հետաքննի արդեն վերացած հայ ժողովրդի պատմությունը, այս փուլը թե ինչ եղավ եւ ուսումնասիրություններ գրվել, որտեղ գրվելու են։ Դա սա եզակի դեպք է մարդկության պատմության մեջ։ Չի հասկանալու ինչի եղավ եւ ինչ եղավ եւ ամեն հիմար բան, ինչ որ այսօր արևմուտքում անգամ գրվում է Հայաստանի մասին, սպրդելու է դրա մեջ, իսկ պատմական ճշմարտությունը կարևոր է մարդկության համար, ժառանգության համար։ Հայերի համար դա արդեն կարևոր չի, որտեղ հայ չի լինելու։ 100 տարի հետո հայ չի լինելու։ Այս ընթացքը առանց Հայաստան չկա հայ, չկա սփյուռք, մնաց սուտ խոսքեր են մնացածը։ Եվ Հայաստան չի լինելու։ Շուտով։ Արդեն չկա իմ կարծիքով, եթե ինձ հարցնեք։ Սա մեկ, երկրորդ հերթին ես կարծում եմ, որ բուժման, հրաշքի, որտեղ ես գտնում եմ, որ դիակ է, պարկած է, մեռած է, անգամ 4 փուլի վերջի օրերի քաղցկեղ չի, մեռած է։ Բայց Հիսուս Քրիստոսը գա եւ Ղազարոսին հարություն տա, այդ սցենարի համար պիտի գոնե իմանանք, թե Ղազարոսը ինչից է մեռել կամ ինչից էր մեռնում։ Հետևաբար ես կարծում եմ, որ երևույթները պիտի ես վերլուծեմ, իմ հավատալիքն է։ Մանավանդ սա իմ մասնագիտությունն է, ես ամենից լավ իմ կյանքում անում եմ սա։ Մի քանի բան կա, որ ես լավ եմ անում կյանքում, բայց իմ արհեստը եւ իմ արվեստը քաղաքագիտությունն է, պատմության վերլուծությունն է։ Եվ ես կարծում եմ, որ պիտի ես հավատացած եմ, որ դա է իմ կոչումը։ Ես այն մի բանը, որ ես ամենալավն եմ կարողանում անել, ես պիտի անեմ եւ ասեմ սա է ախտորոշումը, սա է ախտը։ Եթե դու ուզում ես շանս ունենաս չնեղելու դագաղի մեջ, որ Հիսուսը գա քեզ հարություն տա, եթե դա լինելու է այդ մասշտաբների հրաշք, ապա դու պիտի իմանաս ինչն էր քո ախտը, որն էր քո հիվանդությունը, որ հետո հարություն առնելուց հետո էլ քեզ չոչնչացնես էլի, չթողնես այդ հիվանդությունը քեզ ուտի։ Հասկանում եք, մի քիչ պատկերավոր եմ ասում, բայց այլ կերպ չեմ կարող բացատրել եւ բնորոշել։ Ես սա եմ եսամ, ես չունեմ ոչ մի խնդիր, ես քաղաքական պայքարի մեջ չեմ։ Ես հավատացած եմ, որ ես այլևս այս պահին այդպես եմ մտածում, որ ես այլևս որևէ քաղաքական ուժի չեմ սատարելու։ Որ ես ոչ ոքի այլևս հայության մեջ չեմ հավատալու։ Ես բացարձակապես իշխանության դեմ չեմ պայքարում։ Այլևս չեմ պայքարում, միգուցե ինչ որ ժամանակ պայքարել եմ։ Ինչի համար։ Ոչ թե որտեվ ինձ առել են, ես ծախվել եմ, այդ հիմարությունները ազգը եթե անընդհատ բոլորին կասկածում է ծախված լինելու մեջ, ուրեմն իրոք մի բան կա։ Բայց դա չի նշանակում, որ 100-ից 100-ն են ծախված, միգուցե մեկը ծախված չի։ Եվ այդ չծախվածը հաստատ ես եմ, որտեվ ես գիտեմ, որ ես ոչ մեկի չեմ ծախվել։ Բայց
Իհարկե իմիջիայլոց ասեմ ձեզ, հեչ ված չէր լինի, որ իմ գաղափարակիցները, ասենք, ինձ աջակցեին, ֆինանսական բան լիներ, կառույց լիներ, ուղղակի զուտ մտային աշխատանք կատարելու համար, ինչը հայության մեջ չկա։ Հայության մեջ դա էլ են համարում ծախված եւ իրենք սիրում են ձրի լսել։ Ամեն ինչ ձրի լսել, առանց հասկանալու, որ այդ մարդիկ էլ կարիք ունեն սատարման Ամերիկայում եւ Իսրայելում ահռելի հսկայական ինստիտուտ է դա, մտածողություն եւ փիլիսոփայություն, քաղաքագետներին, լավագույն պատմաբաններին, հարուստները, կարողները կամ ուղղակի պարզ ժողովրդական զանգվածները ճակերտների մեջ վարձում են եւ ասում են շարունակիր քո գործը անել, մի զբաղվիր ճաշեփելով, մեքենա նորոգելով, չգիտեմ, լվացք անելով, լվացքատանը քո տան լվացքը, մի արա դա, քեզ փող որպեսի դու դա չանես, զբաղվես քո գործով, միայն քո գործը արա, դու լավ ես անում դա։ Էդ էլ չկա ստեղ, դե պրիմիտիվագույն մտածողության մեջ ինչ պիտի լինի։ Սա է ծախված բաների առումով։ Բայց ես կարծում եմ, որ ես պիտի դա անեմ, որտեվ ես դա ամենալավն եմ անում։ Եվ պիտի ասեմ, այս սա է խնդիրը։ Պիտի լինի մեկը, մի բժիշկ պիտի լինի, ես բուժող չեմ, ես ախտորոշող եմ։ Բժիշկը եւ MRI-ը, որ Հայաստանում MRT են ասում, այդ ապարատը կամ CAT scan-ին, CT scan-ին ոնց են ասում, կատեն։ Այո։ Ռուսերենից են գողացել լպստել այդ բառը։ Կատեն, MRT-ն եւ բժիշկը դրանք տարբեր բաներ են։ Ես MRT-ի դեր եմ կատարում կոպիտ ասած։ Ես կարող եմ եւ բժիշկ լինել, բայց ես, չէ, եւ վերադառնամ իմ ասացին ամբողջ ասեմ, ես իշխանության դեմ ինչի չեմ պայքարում հիմա։ Եվ ինչի չեմ համարում, որ ես իշխանությունը ինչ չի էլ հետաքրքրում, որտեղ այդ իշխանությունը իշխանություն չէր լինի, եթե չլիներ հայ ժողովուրդը։ Մենք վերջին ընտրություններում դա տես։ Հայ ժողովուրդը չլիներ այսպեսին ավելի շուտ ներողություն, ուղեմ ինձ։ Ես կարծում եմ, որ պիտի պայքարել հայ ժողովրդի մտածողության որոշակի աղետալի տարերի դեմ։ Բայց անգամ այդ պայքարը ես չեմ տանում, գիտեք ինչի։ Որտեվ այլևս անգամ դա էլ չէ, որտեվ գիտեմ, որ այդ մտածողությունը չես փոխելու։ Պիտի ախտորոշումը տաս, թուղթի վրա գրած տաս, ասես այս խնդիրներն են հայտնաբերվել, սրանք են խնդիրները, նայիր։ Հետագայում քո երեխաները այս նույն խնդիրները, գենետիկ խնդիրները, ասեն գենետիկ ինչ որ մուտացիաներ ենթադրենք, հա, մարդիկ ունենում են, չէ, գենետիկ մուտացիաներ, գրեթե բոլորը ունեն։ Կունենան, իրենք կիմանան, որ կա այս ախտը պիտի բուժվի։ Երեխա չես ունենա կմեռնես կգնաս, կիմանաս, չես ունենա, քո մասին քո կենսագիրը կունենա։ Ինչ է։ Այս դա եմ անում։ Ես չեմ պայքարում։ Ես համարում եմ այս իրավիճակում պայքարն անիմաստ, որտեվ չունես զինակից, որտեվ միայնակ չես կարող պայքարել, Նժդեհի եւ Անդրանիկի ժամանակները անցել են, ընդ որում նրանք էլ միայնակ չէին, թեև ամեն մեկը մի 15 հոգանոց զորք ուներ մեծ հաշվով։ Այդ բանը, Նժդեհը երբեմն միայն 10-15 զինակիցով էր։ Հետևաբար այդ եմ ես անում։ Եվ անգամ դրան են քարկոծում, որտեղ չեն ուզում լսեն ճշմարտությունը։ Ինչպես շատ հիվանդներ ասում են, ես չեմ ուզում իմանամ, որ ես իմ հիվանդությունը ինչպես է կամ ես որ փուլում եմ։ Այգ, դե շատ աննկատ ժամանակ անցնում է եւ ծրագրի վերջում ուզում եմ, որ մենք լսենք Հայկ Մարտիրոսյանի պատասխանը Շեքսպիրյան հայտնի հարցադրմանը, որն հոգեպես ավելի ազնիվ տաներ գորբախտի պարսակարերը եւ սլակները, թե զենք վերցնել Միծովի ընդեմ եւ դիմադրելով վերջ տալ բոլորին, լինել թե չլինել։ Եթե Շեքսպիրը չի պատասխանել այդ հարցին եւ հարց է տվել, ով եմ ես, որ պատասխանեմ այդ հարցին, Փորձիր։ Քո տարբերակը։ Ես կասեմ այլ կերպ, քանի որ կոնտեքստը հասկանում եմ, որ հայկական իրականության եւ Հայաստանի համար եք ասում, Հայաստանին լինել։ Եվ ես ուզում եմ, որ Հայաստանը լինի։ Ես չեմ ուզում, որ հայ ժողովրդի մտածողությունը լինի այսպիսին։ Բայց ես ուզում եմ, որ Հայաստանը լինի։ Ես գիտեմ, որ Հայաստանը չի լինելու։ Այլևս վերջն է, վերջը մոտ է եւ դա իրականանալու է։ Դա իմ կյանքի ամենախոշոր ողբերգությունն է, որը որևէ մեկը չի հասկանալու։ Այդ առումով լինել, բայց չի լինելու։ Ես չեմ կարող ասել չլինել, որտեղ դա կլինի հիմարություն եւ դա նորմալ չի։ Իսկ մեծ հաշվով լինել թե չլինել, դա այն հարցն է, որը միշտ եղել է եւ Շեքսպիրը հենց դրա համար է գրել, որտեղ այդ հարցը պատասխան չունի։ Եվ դրել է Համլետի շուրթերին։ Կարծում եմ, որ լինելու համար պետք է ուզենալ լինել։ Ես ուզում եմ, որ լինի։ Բայց ես կարծում եմ, որ իմ նախկին ժողովուրդը չի ուզում, որ լինի։ Ինչ եմ ասում նախկին, որտեղ ինձ ես չեմ ասոցացնում այլևս այս ժողովրդի հետ։ Չեմ ասոցացնում։
Չեմ ասում իրենք վատն են, ես լավն եմ, ես վատն եմ, իրենք լավն են։ Ես ոչ այդ դաշտում չեմ դիտարկում։ Ես ուղղակի ընդհանրություն չեմ տեսնում այլևս։ Անկամ մենք նույն հայերենը չենք խոսում։ Այս ժողովրդի հետ։ Սարսափելի բան է իմ համար, որտեղ ես ինքնության կորստի մեջ եմ, որ ինձ պարտադրված է։ Ես չեմ հրաժարվել իմ ինքնությունից, իմ ինքնությունը ինձանից գողացվել է եւ ինձ թողել են որբ ինքնության առումով եւ հայրենիքի առումով։ Ես չեն հասկանա շատ-շատերը որ լսեն։ Տակը կգրեն, էս ինչ ասում, էս դավաճանը, էս չգիտեմ ինչ է, էս ամերիկացին, էս բան սենց ինչ որ բաներ են գրելու, կտեսնեք ինչ կոմենտներ կգրեն։ Բայց թող գրեն ինչ ուզում են եւ ինչքան ուզում են։ Ինձ համար այնքան միևնույն է դա։ Ինձ համար կարևոր է այն ողբերգությունը։ Այն ողբերգությունը, որ Անի Վերնոյի մոտ մայրիկում գրքում կա մի չեմ հիշում ֆիլմ կա թե չէ, բայց գրքում դա կա։ Մի հատված, երբ իրենք գալիս են Ֆրանսիա եւ անցագրային կետում են եւ ֆրանսիացի սահմանապահը վերցնում է կնիքը եւ իրենց փաստաթղթի վրա իրենք գալիս են արդեն առանց ոչ մի բանի, փախստականներ, մազապուրտ եղածներ ցեղասպանությունից եւ դաջում է մի բան եւ բացում է եւ կարդում է գրված է անհայրենիք։ Անհայրենիք լինելը ամենասարսափելի բանն է։ Այո, Հայկ, շնորհակալ եմ ակերձերույթի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես միշտ գնահատել եմ քո անկեղծությունը, դա իհարկե գեներով է գալիս, հայրդ էլ հրաշալի իսկապես պատմաբաներ ազնվորություն, բայց ինչ արած, սա է մեր ռեալ իրական կյանքը եւ դու ասեցիր այն, ինչ զգում ես։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ այս բացառիկ հարցերի եւ հնարավորության համար, շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք իսկապես հրաշալի հյուր ունեինք քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էր։ Իհարկե, առաջիկայում սպասեք, որքան էլ Հայկը այսպես մի փոքր այսպես վատ է տրամադրված վաղվա օրվա հետ կապված, բայց դա իր տարբերակն է, իր պատկերացումների, մենք ոչ մեկ իրավունք չունենք բռնանալու այդ կարծիքին, բայց այնուամենայնիվ ես գիտեմ, որ ներքուստ նրա մեջ կա լավատեսության այդ կայծերը։ Այսօր այսքանը, ցտեսություն։